ես ուզում եմ նախանձանալ երեք Ալիևի հայտարարությունների, մասնավորապես մի քանի հայտարարություններ է արել եւ կրկին էլի իրենք շեշտում են Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ես եւ ասում եմ, որ մեր հնարավոր երազանքը կատարվում է։ Այս առումով շատ հետաքրքիր է, ինչու է Ադրբեջանը անդադ պնդում, որ դա Զանգեզուրի միջանցք է եւ այս առումով հայկական կողմի հակափաստարկները ինչու չեն ասում դրանցերը։ Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա, կան ստորագրված փաստաթղթեր, կան ստորագրված հայտարարություններ, կան ստորագրված պայմանագրերի նախագծեր նույնիսկ եւ այդ բոլոր ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ դուք չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, չկա նման բան։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք մեր հանրապետության, Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունի TRIP նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, ԱՄՆ նախագահի ստորագրությունը, Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրան հաջորդել են այլ փաստաթղթեր, այդ թվում եւ օրեր առաջ հրապարակված էլի երրակողմ համատեղ հայտարարությունը օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով եւ այնտեղ էլի չկա այդ արտահայտությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ դրանց ձեռնտու լինելուն կողմերին, այո, միանշանակ, եթե ձեռնտու չլիներ բոլոր երեք կողմերին, այդ փաստաթուղթը չէ ստորագրվի, իհարկե ստորագրված փաստաթուղթը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը այն պայմաններով, որ նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար ձեռնտու է եւ Հայաստանին եւ բնականաբար նաեւ Ադրբեջանին, հակառակ դեպքում իրենց ստորագրությունն էլ այդտեղ չէ լինի եւ շատ լավ է, որ այդ հարցում ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով ապաշրջափակման հարցում շատ լավ է, որ տեսակետները համընկնում են։ Տերմինների վերաբերյալ արդեն ասեցի։ Ուստի իր փորձագետները Ադրբեջանցի փորձագետների եւ ՍԻՊ-ի երկայն ուսումնասիրություններ են կատարել, հարմար տեղեր են գտել Ադրբեջանից էներգիա Հայաստան բերելու համար էլեկտրասյուներ տեղադրելու, ինչ-որ ներքին պայմանավորվածություն կա, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից էլեկտրաէներգիա կամ գազ։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ատոմակայանը ունի շահագործման ժամկետ, այդ ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, եւ այդ ժամկետը 2036 թվականն է։ Ով ինչ ուզում է ասի, սա այն իմ ասած պատմությունն է եղավ, գիտեք, որ ասում եմ հիմա Ալիևը ասի ծխելը վնասակար է առողջությանը, պետք է բոլորով սկսենք ծխել, ինչա թե ինքը ասում է, ծխելը վնասակար է։ Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը, մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը, եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին ստորագրված, որը էլի նույնից եմ ասում, ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ քանի որ այդ ժամկետը կա, այն տեղ է գտել համաձայնագրում, արտացոլվել է համաձայնագրում, բայց նաև նշվել է, որ դրան համարժեք այլ հզորությամբ այն պետք է փոխարինվի։ Սա ինչ վերաբերում է ատոմակայանին, սա հարց համար 1, սա դրեցինք մի կողմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրել կամ էներգիա ներկրել, արտահանելու մասին, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն տարբեր աղբյուրներից էներգիա եւ էներգակիրներ ներկրելու, արտահանելու, դա Հայաստանի օգուտն է, բայց դա կապ չունի ատոմակայանի հարցի հետ ընդհանրապես։
ատոմակայանի հարցից անկախ եք այդ հարցը տալիս, ես խնդրում եմ հանկարծ դա չկապեք։ Շատ կոնկրետ ձևով խնդրում եմ դա հանկարծ չկապեք ատոմակայանի հարցի հետ, եթե այդ հարցից անջատ են քննարկում ընդհանրապես գազ ներկրել, նավթ ներկրել, էլեկտրաէներգիա արտահանել, օրինակ գիտեք, որ մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, դուք խոսում եք միայն ներկրելուց, բայց մենք օրինակ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որը որոշակի սեզոններին նույնիսկ ծախսելու ուղղություններ ենք ման գալիս, գիտեք, Իրան ենք արտահանում, Վրաստան ենք արտահանում էլեկտրաէներգիան, էներգետիկ ուրեմն այդ փոխանակությունը նկատնեմ առևտուրը, վաճառքը եւ գնումը Հայաստանին իհարկե ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները իհարկե դա չպետք է բացառություն լինի երկկողմ առևտրից։ Ես ժամկետների վերաբերյալ TRIP նախագծի շինարարության բուն, այսպես կոնկրետ ժամկետների վերաբերյալ չեմ կարող ձեզ հստակ ժամկետ նշել, բայց կարող եմ ասել, որ աշխատանքը առաջ է գնում ամբողջ թափով, արդեն դուք գիտեք, որ այնտեղ նշանակված կան համապատասխան պաշտոնյաներ եւ ԱՄՆ-ի կողմից, մեր կողմից էլ կլինեն եւ արդեն դա իրավակազմակերպչական ձևն է որոշվել եւ կարծում եմ, որ 1 տարին բավականին օպտիմալ ժամանակ էր այդ աշխատանքների այդ մասը անելու համար, հիմա թե կոնկրետ առաջին այսպես քարը երբ որը այնտեղ կդրվի, ես դժվար եմ ասել, բայց ամեն ինչ գնում է նորմալ կանխատեսելի ժամանակացույցով։ Բայց հարց էր տալիս գործընկերը։ Ես չեմ հարց տալիս։ Ալիև ասել է, որ հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի։ Այդ դրա համար է հարցը առաջանում։ Ընկերներ ջան, Ռուզաննա ջան, ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Ալիևը ասել է, Ալիևը չի ասել։ Մի հատ կարող եք մի պահ մոռանալ։ Չէ, մի հատ հասկանանք, եթե շինարարությունը Հայաստանի սահման, Ալիևն է, թե Պողոսն է, թե Պետրոսն է, թե Ռուզաննան է, թե Նարեկն է։ Եթե շինարարությունը հասնում է Հայաստանի սահմանին, պիտի շարունակվի, չէ։ Ալիևը չի ասում, դա տրամաբանությունն է ասում, հասկանում եք, ոնց որ ասեք, ոնց որ դա նույնն է, ոնց որ ասեք, գիտեք, Ալիևն ասել է, որ առավոտը պետք է լինի արևածագ։ Ինչքան շուտ այնքան լավ, անկախ Ալիևի ասել չասելի, ժողովուրդ ջան։ Քննարկում է եղել դա որոշված։ Դա ինքը արտահայտում է իր ցանկությունը, որ ինչքան շուտ այնքան լավ, բնականաբար մենք էլ ենք համարում, որ ինչքան շուտ այնքան լավ, ինքը համարի թե չհամարի, մենք մեր պետության համար շահավետ նախագծի իրագործումը ոչ ենք հետաձգի, ինչա թե մյուս կողմերն էլ համարում են, որ դա պետքա շուտ լինի։ Իհարկե պետքա շուտ լինի, որովհետև դա լավ նախագիծ է եւ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Ճշտում եմ, երբ գործընկերս հարցի մեջ նշեց, որ Ալիև ասել է խումբ է եկել, որ ուսումնասիրիչ փորձագետություն բերեք, դա հաստատում եք դուք այս տարի եղել։ Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ կարող ինչ-որ ասել կոնկրետ, գիտեք, ճշգրտությամբ, բայց ես այդ հարցերի մեջ ինտրիգ չէի փնտրի։ Եթե ինչ-որ համատեղ նախագիծ ենք մենք իրականացնում, ընկերներ ջան, մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, հասկանում եք, չէ՞, այսինքն դա գետնի վրա ինչ-որ աշխատանք է, այսինքն նայել, լանդշաֆտ, չգիտեմ, դիրք, տեղորոշում, չգիտեմ, հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան եւ շատ նորմալ կլինի, եթե երկու պետություններից ես չեմ կարող այդ տեղեկությունը ոչ հաստատել, ոչ հերքել, բայց եթե վաղը պարզվի, որ դա հաստատվում է, դա շատ նորմալ կլինի, հակառակը նորմալ չէր լինի, երբ իրար հետ առանց խոսելու, առանց պայմանավորվելու ամեն մեկը իր համար ենթակառուցվածքի իր հատվածը կառուցի, վերջում այդ երկու հատվածը գնան ու իրար չկպնեն, օրինակ սահմանի վրա։ Դա նորմալ կլինի։ Հստակեցնում որ ասեցիք ատոմակայանի զատ գազի հետ կապված, գազերի հետ կապված, ուզում եմ հասկանամ հիմա քննարկում կա Բաքվի եւ Երևանի մեջ, թե ոչ այդ գազ բերել։ Ընկերներ, նորից ես չեմ կարող ձեզ տրամադրել կոնկրետ ինֆորմացիա, բայց ես դες կարող եմ տրամադրել կոնցեպտ։ Մենք ասել ենք, որ մենք որևէ տեսակի առևտրի ոչ միայն դեմ չենք, այլև մեզ պետք է դա։
Մենք ողջունում ենք դա։ Եվ Ռուսաստանից եկած այս նամակի ֆոնին քննարկում եք։ Մենք խտրություն չենք, մենք չենք ասում այս կողմի հետ, այս չենք անի, այն կողմի հետ այն կանենք։ Ինչքան ավելի շատ աղբյուրներից մենք ունենանք մատակարարումներ եւ ինչքան ավելի շատ ուղղությամբ մենք ունենանք արտահանումներ, դա Հայաստանի օգուտն է։ Կունենա, չի ունենա, ես կոնցեպտ եմ տալիս։ Դուք արդեն մտնում եք տեխնիկական դետալների մեջ։ Ես դա պետք է հարցնեք համապատասխան մասնագետներին։ Այն ոնց որ դասականն ասում, կլինի, չի լինի։ Եթե չի լինի, բայց քննարկումը ինքնին շատ նորմալ է։ Դուք չեք ուզում որ Հայաստանը շատ աղբյուրներ ունենա մատակարարումներ եւ ոչ միայն էներգակիրների կամ էներգիայի մատակարարման, այլ ընդհանրապես ամեն տեսակի ապրանքների եւ ծառայությունների։ Դուք չեք ուզենա որ շատ ուղղությամբ։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Դուք գիտեք չէ՞ որ մեր ցանցերը, էլեկտրական ցանցերը գերց ծանրաբեռնված են, գիտեք, որովհետեւ արտադրությունը աճել է մեծ տեմպերով, այդ թվում եւ արևային կայանների տեղադրման կառավարության կողմից սուբսիդավորված, կառավարության կողմից քաջալերված քաղաքականության հետևանքով իշխան գիտեմ արդեն 1000 մեգավատի ենք մենք հասել անցած տարի հավելյալ, այսինքն հավելյալ 1000 մեգավատի հզորություն կա մեր ցանցերում, որը 5-6 տարի առաջ չկար։ Այդ հոսանքը մենք միտեղ պիտի ուղենք, վաճառենք